Բարի օր եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Պաշտպան Հայրենյաց ազգային մշակութային հիմնադրամի նախագահ պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սաֆարյան։ Պարոն Սաֆարյան, արդեն երկրորդ կիրակին է, որ Հովանավանքում մատուցվում է պատարակ, որին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց մայր աթոռից այս պատարակը որակում են սրբապղծություն կամ պղծություն, քանզի այդ պատարակը մատուցում է իրենց կողմից կարգալույծ արված քահանան։ Նախ դուք ինչպես կբնութագրեք տեղի ունեցողը եւ նաեւ ինչպես կարձագանքեք մայր աթոռի այս մեկնաբանություններին։ Իմ անձնական կարծիքը մի քիչ տարբերվում է կառավարության պաշտոնական կարծիքից։ Ոչ թե ես դեմ եմ Հովանավանքում պատարակներ անցկացնելուն, Տեր Արամի կողմից անցկացվող արարողակարգին, ծիսակատարությանը, հաղորդությանը տրվող, ես պիտի ասեմ, որ կառավարության ղեկավարը պիտի ավելի հանդուգն, սկզբունքային եւ շատ հետեւական գտնվի մայր աթոռի վերնախավի, դե կուզենանք կասենք Կտրիշ Ներսյանի, կուզենանք կասենք այն մի տասնյակ հոգեվորականների, որոնք միեղ ասած իրենց գործունեության մեջ ձախողել են, խոցելի են մեկ բանով։ Շատ հեռացել են հայ եկեղեցու կանոնավոր, ուրեմն գործունեության սկզբունքներից կամ կանոնագրքային կետերից, կոդերից, ինչու՞ չի նաև հայ եկեղեցու ավանդական այն լավագույն սովորույթներից, որը ներհատուկ է ավելի քան 1.5 հազարամյակ։ Բայց թե ես ինքս ասել, որ ինչ կարծիքի եմ, իհարկե շատ դրական եւ բարձր կարծիքի եմ։ Ինքս ասել ինչ կարծիքի եմ, ես կարծում եմ, որ նույնիսկ կարելի է դա ամեն օր անել։ Հովանավանքում։ Այո, ինքս ասել ինչ կարծիքի եմ, ես կարծում եմ, որ պարզապես մայր աթոռը մաքրազերծելու, մայր աթոռը սրբագրելու, սրբացնելու, վերասրբացնելու պահը ուշանում է։ Եվ այդ ուշացման համար ես գտնում եմ, որ կառավարությունը պիտի ավելի վճռական եւ սկզբունքային լինի։ Օրինակ, ինչ քայլեր պիտի անի։ Ես կարծում եմ, որ մեր հավատավոր հոտը, որը ամբողջովին կանգնած է կառավարության թիկունքին, կառավարության կողքին, անպայման պիտի շատ կարճ ժամանակ տան այս ուրեմն մեղմ ասած ամբարո եւ սրբապիղծ հոգեորականներին, հատկապես Էջմիածնի վերնախավին, մայր աթոռի միաբանությանը օր առաջ լքելու մայր աթոռը եւ ընդ որում դա պիտի լինի անցնցում։ Ես կարծում եմ, որ կառավարության ղեկավարը պիտի անպայման հատուկ եկեղեցի վերնախավը ոնց են ասում կոնդակով, չէ, ինքն էլ պիտի հատուկ կոչով եւ հորդորով դիմի ժողովրդին։ Այլ պարզից էլ պարզ է, ինչ է տեղի ունեցել, չեմ խոսում ամբարո կեցվածքի, չեմ խոսում շնաբարո վարվելակերպի, չեմ խոսում զավակներ ունենալու ոչ օրինական ճանապարհով, որը հայրից չի հայ եկեղեցու բարձր, ուրեմն ստորակարգության, չէ, աստիճանագրավող սպասավորներին, դեռ ասեմ, միտեղ ասել եմ, կարծում եմ ուզում եմ ձեր մոտ շարունակեմ, դեռ երեխա ունենալը, զավակ ունենալը, ես դա չեմ համարում չարիած մեծագույն կամ փոքրագույն, վերջին հաշվով նրանք արդեն լույս աշխարհ են եկել եւ մեր ժողովրդի մի մասն են կազմում, բայց այլ բան է նրանց կերպարը, այլ բան է նրանց բազմաթիվ գործեր։ Օրինակ, պարոն Սաֆարյան, որ պահից այդ կարմիր գիծը հատվել է, ասում եք, որ զավակ ունեն։ Գիծը հատվել է, ուրեմն ես կասեմ իմ խորին համոզմամբ 2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո նրանց թվացել է, թե մեր կառավարությունը եւ իշխող ուրեմն քաղաքական ուժը արդեն երերում է, ճոճվում է, շուտով հասնելու է նրանց հալածելու ժամանակը եւ նրանք ռևանշիստական ճանապարհով օգտագործելու են անդիմադիր ուժերին ռևանշիստական մոլուցքով, վրեժխնդիր մոլուցքով իշխանություն գալու համար ոչ օրինական ճանապարհով, դավադիր հեղաշրջման փորձերով, ինչպես որ պատմությունը ցույց տվեց, ինչպես որ ես 5 տարիա ինչ են ասում են, բայց կարծեք թե մնում է ձայն բարբառով հանապատի, բայց ոնց որ տեղը հասնում, չէ՞ մեկ-մեկ։ Ես պիտի ասեմ, եւ օգտագործեցին ամեն ինչ, էլ զոհված ազատամարտիկներին, էլ նրանց ծնողներին։ Այլևս չեն խոսում
երբ որ նախագահներից մեկը, կարծեմ երկրորդ նախագահը, որ ասեց պետք է շարժումը ղեկավարի ինչ-որ բարձր դասի հոգևորական, սա բավական էր, որպեսզի անմիջապես ձերբակալվեր ինչպես վեհափառը, այնպես էլ այդ նախագահը։ Տեղում պիտի ձերբակալվեին։ Չնայած Ռոբերտ Քոչարյանը պիտի ձերբակալվի։ Նա վաղուց դուք գիտեք իմ կարծիքս երևի, հա, ուրեմն տեսեք, Հերմինե ջան, մենք վստահության քվե ենք տվել մեր կառավարությանը։ Ես չեմ ուզում երեսով տամ, բայց ես շուրջ 28 տեղամասում եղել եմ շրջիկ վստահվածանց եւ 40 օր ես զբաղված եմ եղել կազմակերպչական գործերով եւ 21 թվականի հունիսի 20-ի համապետական ընտրություններին եւ դրանից առաջ, տարիներ առաջ եւ նաեւ դրանից հետո եւ մինչեւ այսօր եւ նաեւ գիտեք իմ անձնական ողբերգությունը ես նաեւ Որթեկորուս ծնող եմ, բայց ես պիտի ասեմ, որ մենք այս ամեն ինչը պատրաստական սկզբունքային գնում ենք միայն մի պայմանով, որ մեր տված մանդատը եւ հեղափոխության ձեռք բերած արդյունքները չփոշիացվեն, այդ գեներացված, կուտակված այդ ամեն ինչը պիտի հասնի իր նպատակին։ Դա կլինի եւ նախագահների ձերբակալությունը, տեսեք, ինձ ասում են նախագահներ նկատի ունեք բոլոր նախկին նախագահները։ Այո, բոլորին, իսկ ինչու բոլորին։ Ասեմ ինչու բոլորին, հիմա ասում են Լևոնը մաքուր է եղել, բա մաքուր մարդը ժողովրդի կամ արտահայտությունը կգեղծի, բա մաքուր մարդը ընտրական գործընթացների վրա կազդի կամ արտահայտությունը կամ համաժողովրդական վստահության քվեն կգեղծի, բոլորս գիտենք ինչպես է եղել 96 թվականի սեպտեմբերյան ընտրությունները։ Բացի դրանից, բա այսօր որ մեր վարչապետը ասում է, որ իրականության զգացում չունի երրորդ նախագահը, նույնիսկ այն ժամանակ էլ չի ունեցել։ Ինչու՞ չի մեր վարչապետը փակագծեր բացում։ Ինչու՞ չի ասում, որ այն ժամանակ մեկ վաուչերով, այսօր որ Հրանտ Բագրատյանն ասում է ժողովրդավարության հայրեն բանեմ, մեկ վաուչերով մի քանի միլիոն դոլարանոց գործարան է սեփականաշնորհվել։ Ուրեմն ահավոր կերպով արհավիրքային մակարդակի հասնելով ոչ մասնագիտական առումով, դիլետանտական առումով մի քանի տրիլիոն դոլարին հասնող մեր ժողովրդի սեփականությունը, որը ժառանգություն էր մնացել մինչև 90 թվականը, ուրեմն ահավոր կերպով մսխվել է դա։ Այսինքն ինչա, սա չի համարվում, սա ասենք լավ է կարել, հա, կամ ասենք թյուրիմացություն է եղել երկրի ղեկավարը իրավունք ունի աշկ փակելու այսպիսի երևույթների դեմ։ Երկրի ղեկավարի նույն Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, երևի դուք տեղյակ եք, ես ասել եմ, մենք ունեցել ենք 3 մարդասպան նախարարներ։ Եվ ես պիտի ասեմ ավելին։ Բայց որ ասում ենք երրորդ հանրապետությունը անցողիկ է, պիտի լինի 4-րդ հանրապետություն, կարող է վարչապետը այդքան խելք չունի, հենց այնպես ասում է։ Բայց քանի որ խոսքը գնում է եկեղեցու մասին, ես սրա մասին հաջորդ հարցերի ժամանակ կխոսեմ, հա։ Ուրեմն տեսեք, եկեղեցու վերնախավը օր առաջ պիտի լքի մայրաթոռը։ Եթե դու իսկ նա ունի մեկ նշույլ հոգեկան, բարոյական մտահոգություն հանուն մեր ժողովրդի միասնության, հանուն այս երկրում ոչ պարակտիչ քայքայիչ գործնեայության մայր աթոռի ուրեմն տիրակալը, որը բռնազավթել է իշխանությունը, իմ խորին համոզմամբ 1999 թվականից հոկտեմբերի 27-ից հենց առաջին իսկ օրից, որովհետև բոլորս գիտենք ոչ թափանցիկ կերպով մեղմ ասած ինչպես է նա տիրացել, դարձել 132-րդ ամենայն հայոց վեհապար։ Հիմա եւ իր հետ միասին 10-20 հոգի։ Հիմա ովքեր են այդ 10-20 հոգին։ Ասենք թե դիվանապետը, ասենք թե 1-2 թեմակալ առաջնորդ arczepiskoposներ, ասենք թե եպիսկոպոսած դասի մի քանի հոգի, որոնք ուրեմն հայտնի են իրենց ոչ բարոյական եւ ավանդական կերպարով չունեն հայ եկեղեցու բարձր հոգեորականության այն արժի համակարգային փայլուն կոդեքսով սկզբունքները, որը հարիր է հայ եկեղեցուն ավելի քան, ինչպես ասացի, 1.5 հազարամյակ։ Գիտեք, ես անուններ տալուց չեմ խուսափում, այլ մի քանի անուններ նշել, պարոն Սաֆարյան, ամեն դեպքում։ Ես մեկը ասացի, բան այդ Մայրաթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյան, ես մեկը ասացի հենց իր քրոջ որդի Պրոշյան Սրբազանը, հենց մեկը ասացի Կոտայքի թեմի Գուգարաս թեմի առաջնորդ, Գուգարաս թե Լորվա թեմի առաջնորդ, ուրեմն
Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, մեկ ուրիշ Հովնան arczepiskopos, որը հայտնի է իր անբարո բազում շնություններով, թե Կանադայի եւ Արևմտյան Ամերիկայի թեմի առաջնորդ եղած ժամանակ, հենց մեկը Խաժակ Սրբազանը, որը ունենալով այդպիսի պատկառանքով գործունեություն մայրաթոռում, բայց զբաղված է եղել արճանապարներով, նույնը կարող եմ ասել նաեւ մայրաթոռ Անտիլիասի հետ կապված։ Չիմանաք թե այդ Արամ վեհափառի մաշկից լույսն է։ Ես այդ ձևական բաները, կեղծ բաները, տեսեք, եթե պիտի հռետորաբանությամբ փայլեն, եթե պիտի աչքի ընկնեն փայլուն ճառերով, բայց իրականի մեջ, գետնի վրա, հողի վրա զբաղվեն այլ գործունեությամբ, ապա ես կասեմ ավելի լավ է այդ նույն բաները կրկնեն մեր լավագույն դերասանները։ Մանավանդ նրանք փայլուն տիրապետում են ասմունքի ոգուն, ասմունքի սկզբունքին, հռետորաբանությանը, ելևէջների, մոդուլացիային, տարբեր բաներին։ Ես գտնում եմ, որ եթե մենք չմաքրենք դա, ուրեմն ասեմ նրանց մերոնն էլ է համարվում ոչ սուրբ, չեմ ասում ուրիշ բաներ սրբապիղծ եւ այլը, նրանց ասկացրած պատարակներն էլ համարվում է ոչ սուրբ, նրանց ասկացրած հայ եկեղեցու, հայ առաքելական սուրբ եկեղեցու տաղավար տոներն էլ համարվում ոչ սուրբ, շեղված է, քանի որ անց են կացրել ուրեմն սրբապիղծ հոգևորական դասի ներկայացուցիչներ։ Հիմա ասում են, ինչ պիտի անի մեր ժողովուրդը, դե շատ կներեք էլի, ինչ անենք, ինչ պիտի անի, թող մի հատ էլ կնքվի։ Հիմա ես 2 անգամ կնքվել եմ Վազգեն վեհափառի ժամանակ։ Հիմա իրանք հիմա են կնքվել ոչ ավանդական արժեքներ ունեցող եպիսկոպոսների ձեռամբ օգնված Միրոնով, թող նորից կնքվեն։ Ես նույնիսկ պիտի ասեմ, Մայր Աթոռի պատերն էլ պիտի օծվի։ Մայր Աթոռի պատերը պիտի սրբագործվի։ Պարոն Սաֆարյան, դուք հիմա մի շարք մեղադրանքներ Ես մեղադրանքներ չեմ անում, խնդրում եմ ինձ չմեղադրեք։ Ես ասում եմ այն ինչ որ կա։ Եվ մենք դուրս գանք փողոց միասին, չէ՞։ Եթե ինձ կասեն ես մեղավոր եմ, թող ինձ նախատինք թափեն, թող ինձ պարսավանքի ենթարկեն, թող ինձ բանադրեն, չգիտեմ ինչ ուզում են թող անեն։ Լավ, ամեն դեպքում դուք ասում եք, որ կաթողիկոսը պիտի հեռանա, բայց մենք այլ հայտարարություններ ենք լսում որոշ հոգևորական։ Ես գտնում եմ ոչ թե պիտի հեռանա, նրա վտարման ժամկետը վաղուց լրացել է։ Բայց ասում են, որ նա ընդհանուր կալանավայրից կարող է ղեկավարել կաթողիկոսությունը։ Նա ոչ կաթողիկոսությունը։ մի բան չի կարող անել։ Տեսեք, ես մի բան ասեմ, ախր տեսեք, ես ինքս շատ լավ տեղյակ եմ հայ եկեղեցու պատմությանը։ Ես այն մարդկանց թվին չեմ պատկանա, որոնք 30-40 տարի առաջ եղել են աստվածամերժության դասախոսներ եւ այսօր ասում են մենք կրոնագետ ենք, որոնք ոչ մի բան չգիտեն։ Ինչ եք կարծում, 10-20 եպիսկոպոս կամ 1000 հավատացյալ հոտ։ Ինչ եք կարծում, դա պիտի մեր ներազգային պարակման հիմքը դնի 10-20 եպիսկոպոս, ընդհակառակը, եթե նրանք չլնեն մեր հավատավոր հոտի գլխին, մեր հավատավոր հոտը ավելի մեծ հավատ կունենա եւ եկեղեցու հանդեպ, եւ ազգի հանդեպ, եւ բանակի հանդեպ, եւ կառավարության հանդեպ, ավելին ասեմ, իմ համար, հիմա իմ կարծիքս ասեմ որպես պատմաբանի, ես գտնում եմ մեր եկեղեցու վերնախավը եւ մեր ամբողջ հավատավոր դասը առաջինը պիտի պաշտի ոչ թե խաչը, այլ առաջինը պիտի պաշտի զինանշանը։ Առաջինը պիտի պաշտի դրոշը, պիտի սրբագործի դրոշը։ Հիմա այդպես չէ։ Դե դուք տեսնում եք, որ այդպես չի։ Եվ Մխիթարյան միաբանության, եւ Պոլսո հայոց պատրիարքարանի, եւ Երուսաղեմի հայոց պատրիարքանի բազմաթիվ պատրիարքներ, նվիրապետական աթոռների առաջնորդներ միշտ ասել են, որ պետք է եկեղեցին եւ կրոնը սատար կանգնի պետությանը, առաջի հերթին ամենակարևորը սա է։ Մեր խաչը ուրիշի սիմվոլ է, ուրիշի զինանշան է։ Քավլիցի ես ինքս դուրս չեմ եկել հայ եկեղեցու դեմ, իրավունք էլ չունեմ ասելու։ Վերջին հաշվով ես հայրաքելական եկեղեցուն կնքվել եմ, մկրտություն եմ ստացել, այն էլ ասացի 2 անգամ։ Բայց եթե ուզում եք մենք ճիշտ պատմություն իմանանք, եւ նաեւ ատում եմ այն մարդկանց, այն տգետներին, որոնք ասում են մեր եկեղեցին պետության բացակայությամբ կատարել է պետության դեր, դարեր շարունակ։ Ոչ, քանիցս ասում եմ, պատրաստ եմ ապացուցելու։ Ծառայել է օտարի ձեռքին որպես գործիք, նվաճողների ձեռքին, իր 10-որդը պատի առիթով դարձրել է 20-որդ, ունեցել է կալվածքներ, վանկապատկան մեծ տարածքներ, շարժական եւ անշարժ գույք,
այդ թվում կառքեր, սայլեր, անասուններ, խոշոր, փոքր, եղջյուրավոր եւ այլն։ Գիտեք, ես կարծում եմ իմ կարծիքս տարիներ շարունակ ասել եմ, ես գտնում եմ իմ հորդորս գերվի այսօր հայրաքելական եկեղեցու վերնախավին ամենալավ եւ ամենացավող, ամենաամոքիչ հորդորը կարող եմ ես ասել, հաշվի առնելով նրանց մարդկային կերպը խնայելու համար։ Նրանք կարող են իմ հորդորս նաեւ որ նրանք շուտ ուրեմն լքեն մայրաթորը, շուտ լքեն, վաղ թե ուշ դա լինելու է, նրանց հեղինակությունը սասանված է իրենց իսկ ձեռքով։ Նրանք եթե ասում են Տեր Արամը կարգալույծ է, ապա կարգալույծը Տեր Արամը ընդամենը հանդգնել է, հակազդել է բարձրաձայն կերպով, որ եկեղեցում տիրում է անառողջ մթնոլորտ։ Թող մեղա քեզ Աստծո, թող մերժեն, թող ասեն այդպիսի բան չկա, բայց ասեն փաստերով ապացուցեն։ Տեր Արամի հանդգնած եկեղեցու անառողջ մթնոլորտի վերաբերյալ, որ պետք է մաքրազերծվի աղգյանախորների պես, ոչ մի այստեղ այնպիսի մի արարք կամ հանցակազմ չկա, որ ասենք մեղմացուցիչ հանգամանքներ կան, կարող են կարգալույծ չանել։ Բա նրանց արածը, չէ՞, նորից չկրկնեմ, չէ՞, պարզ է, չէ՞ ձեզ։ Հիմա ես ասում եմ, մենք պիտի օր առաջ, ուրեմն լծվենք մայրաթորից նրանց լքվելուն, շուտ հրաժեշտ տալուն, որտեղ նաև նրանք զբաղված են պետականակործան գործնեությամբ, հատկապես այդ երկու սրբազանները, որոնք գտնվում են մեկուսարանում, անազատության վայրերում, որովհետև եթե ասում են, դե գիտեք, բանը վեհափար հայրապետը մեր հետ է, չէ՞, մեկը ասում է շարժում է սկսում 15 րոպե ժամանակ է տալիս, հետո փոխում է կես ժամի, բայց եթե ձեր հետ է, ես սառեցված միս տեսել եմ, նաև գիտեմ սառեցված դաշնակցականը, նաև գիտեմ, որ վերքի վրա բան են դնում, սառած չէ, բայց սառեցված սրբազան, դուք կարող եք ինձ բացատրել։ Մի մարդ, որը հայ եկեղեցու պատմությունը գիտի իր ընտանիքի նման, ես չգիտեմ ինչ է նշանակում սառեցված սրբազան։ Կարող եք ասել մյուսին Միքայել Աջապահյանին, որը տարիներ շարունակ ռազմական հեղաշրջման եւ հակապետական գործնեության կոչեր է անում։ Եվ այլ, հիմա ինչ եք ուզում, եւ սրանց թիկունքին կանգնած է վրեժխնդիր առաջին երրորդ նախագահները։ Պարոն Սաֆարյան, ամեն դեպքում դուք խոսացիք քանանի, որ Աջապահյանից եւ Գալստանյանից, տեսեք, Կիրակի օրը մայրաթորում աղոթում էին աղոթքեր նվիրված Բաքվի բանտում գտնվող անձանց համար, Հայաստանում գտնվող քաղբանտարկյալների համար, այսպես ասած, եւ նրանց մեջ էր նաեւ Աջապահյանը, Գալստանյանը, Սամվել Կարապետյանը եւ այսպես շարունակ։ Բայց վարչապետի հայտնի հայտարարությանը, որ աղոթելու ենք Հովանավանքում, հետո նաեւ մայրաթորից կրկին սա որակեցին որպես սպառնալիք, այսինքն որ սա վարչապետի հերթական սպառնալիքներն են։ Օրինաչափ է, որ օրինակ մայրաթորում պատարակը որակում են պղծություն, աղոթքը սպառնալիք եւ այսպես շարունակ։ Այսինքն կար այստեղ սպառնալիք, որ ես սպառնալիք չեմ կարող ասել, բայց դա կարող է հայտարարել ոգի չունեցող մարդը, հավատ չունեցող մարդը, դա կարող է ասել սադրանքներով ճանապարհ անցած մարդը, գալով Բաքվում ուրեմն պահվող մեր պատանդներին, ես դրանց գերի չեմ համարում, դրանք պատատներ են, որտեղ մենք Արցախում ունեցել ենք պետականություն, եւ այս վերջին օրերին ես բավականին կապերի մեջ եմ եղել մեր պետական այրերի հետ, ինչու՞ չի նաեւ մարդու իրավունքների մեր գրասենյակի տնօրենի եվրոպական եւ մյուս մեր պաշտոնյաների հետ, ես կարծում եմ, որ backstage, հա, այդ կուլիսներում, հա, ես կարծում եմ, որ այդ աշխատանքները բավական ինտենսիվ գնում են եւ կարծում եմ, որ օրերից մի օր մենք կունենանք պատանդների Բաքվում պահվող ազատման այդ օրը կգա։ Գալով մյուսների հետ կապված ես նրանց եթե կարող է Փաշինյանը ներում շնորհել կամ հանրապետության նախագահը, դա այլ խոսք է։ Ես այդ լիազորությունները չունեմ, բայց որ ասեմ նրանք գտնվում են անազատության մեջ առանց հանցակազմի, ես կրկին ու կրկին դատապարտում եմ նման մտածողներին։ Եվ նաև ավելին պիտի ասեմ վարչապետը, կառավարության ղեկավարը հստակ կերպով ուրեմն մեսեջներ է ուղարկում եւ հստակ կերպով ավետում է, որ մայր աթոռը բռնազավթված է, որ մայր աթոռի հոգեկան ուրեմն
սրբագործման գործընթացի հիմքը արդեն դրված է։ Վարչապետը կարող է հաջորդնա մեր հայ առաքելական եկեղեցու հետևորդն է, հաջորդ օրը կարող է գնալ Սաղմոսավանք պատարագի, որը իմ համար մի փայլուն տաճար է, եկեղեցի է, մեկ այլ անգամ կարող է գնալ Հաղարծին, մեկ այլ անգամ կարող է գնալ Տաթև եւ այլ եւ այլ։ Այնպես որ ուզուրպացված է, բռնազավթված է, հետո կներեք էլ ես մի բան եմ խնդրում, ես իմ արժի համակարգով չեմ ուզենա այդքան իշնեմ, կուզենամ այս հարցի հետ կապված ես իմ տեսակետս ասել եմ, մեր պետությունը, մեր պետական կառույցները, որ մենք այսօր ժողովրդավար երկիր ենք, մենք բավականին գիտակցում ենք եւ գիտենք, որ դա աննահանջ է լինելու մեր կողմից։ Լավ, դուք ձեր հարցազրույցներից մեկում նաեւ նշել եք, որ կաթողիկոս է եւ որոշ հոգեվորականների սրբազանների մասին խոսելով ասել եք զենքով են անգամ եկեղեցի մտնում։ Դուք նման տվյալներ ունեք։ Ես երևի եթե հետ գնաք վերջին 6-7 տարվա իմ հարցազրույցները, ինչ որ հայտարարել եմ քաղաքական, քրեական, ուրեմն հանցաշխարհի հետ կապված տարբեր մարդկանց երբեք ցեղ չեմ շպրտել։ Ես երկու բան ասեմ, որ դուք իմանաք, հա։ Սա իմ առաջի հարցազրույցն է ձեր տաղավարում, իմ համար շատ հաճելի է։ Հետո ինձ կճանաչեք։ Ես շատ մարդամոտ ռուսերեն կոմունիկաբելնի, անգլերեն sociable man, չէ՞, մարդ եմ, եւ նաեւ հավատավոր ու ներող մարդ եմ, նվիրված մարդ եմ։ Ես երբեք ցեղ չեմ շպրտի, ընդհակառակը նեղության մեջ գտնվող մարդուն անգամ իր մեղքերի հետ մեկտեղ ես պատրաստ եմ նաեւ իմ կարեկցանքով կամ նաեւ դուք փաստեր ունեք ամեն դեպքում։ Ես փաստերը ասում եմ, եթե կարող են մեր պատկան իրավասու ծառայությունները փորձեն այդ փաստերը ջրերես անել, ես պատրաստ եմ, խնդիր չկա։ Ում է վերաբերվում այդ մեղադրանքը, պարոն Սաֆարյան։ Բոլորին ես ասացի, զենքով գնում է Մայրաթորի դիվանապետը, Երևանում ես տեսել եմ դիվանապետը զենքով եւ բենտլիներով ու չգիտեմ, արկղ Մերսեդեսներով են ման գալիս եւ դիվանապետը եւ Արաքյան հայրապետական թեմի առաջնորդը եւ էլի մարդիկ։ Ես վերջին աշու ես եկել եմ այստեղ հարցազրույց տալու եւ ձեզ խնդրում եմ Ես ինքս այլ արժե համակարգի մարդ եմ։ Ես կուզենամ ասեմ, որ մենք ունենք ավելի կարևոր ծանր հարցեր։ Եթե պետք լինի մի օր հատուկ եկեղեցու հետ կապված հարցազրույց տամ, կարող ենք մենք այդպիսի շարք սկսել։ Ես պատրաստ եմ սիրով ձեր ընդունել ձեր առաջարկը։ Լավ, եւ եկեղեցու վերաբերյալ վերջին հարցից, պարոն Սաֆարյան, քանի որ այս պահանջը վաղուց կա եւ հասունացել է եւ պահանջում են կաթողիկոսին հեռանալ, բայց ամեն դեպքում մենք հակառակ կողմում տեսնում ենք, որ կաթողիկոսը չի պատրաստվում հեռանալ, ավելին հայտարարություններ ենք լսում, որ անգամ եթե ձերբակալեն, ինքը շարունակելու է իր գործունեությունը։ Ինչ եք կարծում, ինչով է դա պայմանավորված։ Այսինքն ինչի կաթողիկոսը սեփական տրամաբանությամբ եւ սեփական մտածելակերպով եւ սեփական գիտակցությամբ չի առաջնորդվում։ Կաթողիկոսը ուղղորդվում է երկու կենտրոններից, ոչ երկու կենտրոններից, այլ երկու, այսպես ասած, չեմ էլ ասի ուղեղային կենտրոն, որտեղ այդտեղ ուղեղային կենտրոն չկա։ Դա մեկը ռուսական քաղաքական establishment չասեմ կամ վերնախավ չասեմ, համենայն դեպս բարձ է ինչ ասացի, մյուսը մեր նախորդ ուրեմն նախագահների վրեժխնդիր ուժերի հորդորն է, որ երբեք չհանձնվել, քանի որ եթե կաթողիկոսը հանձնվում է, նրանց շարժումը ամեն ինչով ավարտվում է։ Սենց թե այնպես ամեն ինչով ավարտված է նրանց շարժումը։ Դուք տեսնում եք, որ երբ որ վեհապարը վերադարձավ Միացյալ Նահանգներից, հովապետական այցով գնում էր, դուք տեսաք, որ օդանավակայանում ինձ կարող եք ասել նվիրյալ քանի հավատավոր կար, բացի այդ 5-րդ, 6-րդ Շարասյան ներկայացուցիչներից։ Կարող եք ինձ ասել։ Իսկ ինչու էին հավաքվել ամեն դեպքում այդ մարդիկ։ Այդ 5-րդ, 6-րդ Շարասյանը, որտեղ բանը Մայրաթորը իրենց համար գործիքակազմ է, վրեժխնդիր կերպով, օրինական ճանապարհով, ժողովրդի վստահությունը ստացած կառավարությանը գանկեց անելու համար։ Դա իրանց տեսլականն է։ Քանուն վեր են կենում միայն այդ ուղղությամբ եմ մտածում։ Խնդրում եմ էլի անցնել։ Այսինքն իրենց գերնպատակը դա է, որ կառավարությունը իշխող ուժը։ Ես ձեզ խնդրեցի, թեկուզ շատ արագ կերպով, երբ որ հարկ կհամարեք եկեղեցու հետ կապված հարցազրույց, ես իրոք կգամ։
Լավ, հաջորդը անցնենք Սամվել Կարապետյանին, որի համար Կիրակի օրը նաև աղոթում էր մայրաթորում հատուկ նրան ուղղված այսպես աղոթք էր հնչում։ Ամեն դեպքում Սամվել Կարապետյանը այս տևական ժամանակ է խոսվում այն մասին, որ քաղբանտարկյալ է, նրանց ձևավորված ուժը մեր ձևով ամենատարբեր հայտարարություններ է անում։ Վերջին հայտարարություններից մեկը եւ քննադատություններից մեկն այն էր, որ այս իշխանությունները փոխանակ գործարաններ կառուցում են դպրոցներ, ճանապարհներ, ում է պետք դա։ Ընդհանուր առմամբ դուք հասկացել եք, թե ինչի մասին է մեր ձևով շարժման բովանդակությունը, թե դեռ դուք եք այսպես որոնումների մեջ։ Ես չգիտեմ մեր ձևովը ինչ է նշանակում։ Կարող եք ինձ ասել, դա ժողովրդավարություն է, տնտեսական ներդրումներ է, երկրի անվտանգությունը, իրեն հարգող մարդը շարժման անուն կդնեն մեր ձևով։ Մարդը բացի բաց հայտարարել է մեր ձևովը պետական հեղաշրջման որպես նախերգանք։ Հերմինե ջան, ինչի՞ չեք ուզում դուք միշտ փակագծերը բացեք, բայց որ դուք ասում եք մենք լրագրողներ ենք, ինչ եք մեր ժողովրդից թաքուն պահում։ Ես պիտի ասեմ։ Մարդը բացի բաց ասել է, չէ, մեր ձևով։ Դե բայց ասում է դա կարող է ինչ եք հասկանում մեր ձևով։ Հիմա իրենց գործունեությունը ուր է տանում։ Եկեղեցին, ասենք, ընդունում է Պատարեքյանում, գնում են եկեղեցու մոտ ուրեմն հաջիները, հա, ուխտագնացություն են գնում, հա, պիլգրիմիջ։ Հիմա ասեք տեսնեմ, անզեն աչքով երևում է մեր ձևովը, նախ եթե կուսակցությունը կարող է լինել, ասենք թե ժողովրդավարական, չգիտեմ ինչ կուսակցություն, ասենք մեր հիմնադրամը, որը միավորում է մի քանի տասնյակ մշակույթի գիտության գործիչներ, դոկտոր պրոֆեսորներ, իմ հրաշալի ընկերները, որոնց հետ իմ ավակ ընկերները 40 տարվա ճանապարհ ունեմ անցած ավելին, կոչվում է Պաշտպան Հայրենաց ազգային մշակութային հիմնադրամ։ Նույնիսկ կարող եմ ասեմ մոտոն, սլոգանը որտեղից են վերցրել, չէ, պատմությունից, չէ։ Հիմա իրենք կարող, ես չեմ հասկանում սա ինչ է։ Սա մի խումբ է, որը կարծեք թե փորձում են ոչ օրինական ճանապարհով ժողովրդավարական երկրին ոչ հարիր մեթոդներով, գործիքակազմով, շրջաններում եւ այլը ունենալ ուրեմն ընտրազանգված, այսպես ասած, մեր ձևովը հիմա փնտրտուքի մեջ է հովանաբաների, հավատավորների։ Այո, տեսել եմ ու ման եմ եկել Վարդենիսից մինչև Մեղրի, Գորիսից մինչև Չորաթան գյուղը։ Մեր ուրեմն ինկլավներից, չէ, Բարխուդարլու, Սոֆոլու եւ այլը մինչև ծայր ուրեմն բանի գյուղերը, Բավրա եւ այլը, այո, արվում է ճանապարհային վերանորոգման աշխատանքներ փայլուն կերպով, բացի ասֆալտից աջ ու ձախ կողմերը, մայթերը փայլուն կերպով մաքրվում են, ում հետ որ գնացել ենք ոչ ոք այդպիսի բաներ չեն տեսել։ Կառուցում են տասնյակ դպրոցներ, վերանորոգում են հարյուրավոր դպրոցներ եւ մանկապարտեզներ, Փառք Աստծո, դեղավորներն պատասխան են տալիս, դա ոչ թե լավ է, սա օրվա հրամայականն է։ Մենք ապրել ենք միջնադարյան, նախնադարյան խրճիթներում եւ այլը։ Ես կասեմ, որ գործարան կառուցելու հետ կապված այնպես չի, որ ունենք մենք տասնյակ հարյուրավոր ծրագրեր եւ էկոնոմիկայի նախարարությունում եւ կառավարությունում եւ ելի շատ տեղեր մասնավոր ներդրողների կողմից հրաշալի ծրագրեր տարբեր կարգի գործարանների հիմքը դնելու համար։ Բա կներեք, այդ որ ասում են 13 միլիարդ դոլարին համարժեք պետական վարկ ունենք։ Բա մեր բյուջեն այսօր դարձել է արդեն գրեթե 8 միլիարդ դոլար։ Բա այդ աշխատուժը, բա այդ պետական հարկերը, բա այդ ապրանքների ներկրումը, բա այդ արտադրությունը, այդ ամեն ինչը պետության բյուջեն չի լցնում։ Ես ինքս տեսեք, մի քիչ տնտեսական ոլորտի հետ կապված չեմ ուզենա շատ ծանրանամ, այնպես չի որ պատկերացում չունեմ, ինչքան էլ մասնագիտական առումով գրեթե աղերս չունեմ տնտեսության զարգացման հիմնական սկզբունքների հետ, բայց ես պիտի ասեմ դրանք հերուրանքներ են եւ սա նոր բաներ է, կներեք, նոր մարտահրավերներ է իշխանությանը կամ կառավարությանը վարկաբեկելու համար։ Եվ վերջում հայտարարությունները Ռուսաստանից եկող պարոն Սաֆարյան, մասնավորապես Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանն է որոշ հայտարարություններ անում, որ Ղարաբաղում է գտնվում ազատագրված, Զախարովան է Վարդան Ղուկասյանի գործին անդրադառնում եւ ասում, որ զարմանում է, թե օրինակ ԵՄ-ին անդամակցելու առումով ինչու նման արձագանք չկա, իսկ մարդը, որ ընդամենը խոսել է միութենական պետության կազմում տեսնել Հայաստանը տեսնելու մասին, նրան արդեն ձերբակալում են եւ
Եվ այսպես շարունակ, ինչի մասին են այս հայտարարությունները եւ արդյոք տեղին է նույն նժարի վրա դնել միութենական պետության կազմ մտնելը եւ Եվրամիությանը անդամակցելը։ Միխայել Եվդոկիմովի, Բաքվում Ռուսաստանի Դաշնության արտակարգ լիազոր դեսպանի ուրեմն մոտեցումը Արցախի հարցին դա ռազմավարական գործընկերոջ հերթական դավաճանական արտահայտությունն է։ Դրանից առաջ նման հայտարարություն արել է ուրեմն դեսպան Տրուբնիկովը, հիշում եք, Եվդոկիմովից առաջ, որոնք մի քանի անգամ այցելել են Արցախ, իմ հայրենի Ղարաբաղ։ Այդպիսի հայտարարություններ պակաս չի անում եւ Գալուզինը փոխարտգործնախարարը եւ Մարիա Զախարովան, դե մի քիչ գիտեք Պեսկովը կարող է ավելի հավասարակշռ արտահայտություններ անել։ Ես կարծում եմ, որ նրանք արդեն գիտեն, որ գնացքը վաղուց գնացել է եւ վաղուց թռիչքից թռնելու ժամանակ իրենց համար վաղուց անցել է։ Սրանք ադրբեջանահաճո, թուրքահաճո հայտարարություններ են, որովհետեւ տեսնում են, որ նաեւ իրենք չարաչար սխալվել են կամ եթե սխալվել են, իրենց հաշիվ չեն տալիս առայժմ, որ այդպես էլ Ադրբեջանը եւ Թուրքիան նրանց համար ռազմավարական դաշնակից չեն լինի, փոխվել է այդ մեծ պատվար հողը հանձինս Արցախին եւ նրա ժողովրդին, որ միշտ ունեցել են ռուսական ազդեցություն, կողմնորոշում, նամակ Ռուսաց թագավորին բնազդային մակարդակով եւ փորձում են դրանով եւ Զախարովան եւ նաեւ կապված հատկապես ԵՀԿ-ի եւ ԵԱՏՄ-ի հետ կապված հայտարարություններ անել, որը տեղին չէ, որը գետնի վրա ոչ մի հիմնավորում չունի։ Դրանից բացի մենք արդեն շուրջ 2 տարի է շուտով կլրանա, որ մենք ապրում ենք գրեթե խաղաղության կարգավիճակ, ուրեմն հարաբերությունների մեջ սկսած երբ որ եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելությունը դիսլոկացվել է, տեղակայվել է Հայաստանում, Եղեգնաձորում մարզում եւ նաեւ այստեղ ունի նաեւ բաժանմունքներ տարբեր մարզերում սահմանագծի ամբողջ երկայնքով։ Հիմա չկա, այդպիսի բան չկա։ Բայց Մարիա Զախարովան եթե այդպիսի հայտարարություններ անում, թող բարի լիներ խոսեր ջերմուկում ուրեմն ռազմական էսկալացիայի լարվածության, որ մի գիշերվա մեջ ադրբեջանցի 57 դիրքեր գրավեցին։ Եթե այդպիսի արտահայտություններ են անում, այո, թող իրենց ձայնը բարձրացնեն Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին որպես պատանդների։ Եթե այդպիսի արտահայտություններ են անում, թող ասեն, որ գրեթե 400 միլիոն դոլարին համարժեք դրամ են ուղարկել զենք հայթայթելու եւ Հայաստան ներկրելու համար ուշացել է։ Թող ասեն, որ հիմիկվա բարբերաբար կրկնվող ուրեմն մեր մեքենաները vehicle ուղևորափոխադրումներ, բեռնափոխադրումների հետ կապված քաշքշոցները ես կարող եմ ասել հարյուրավոր ռազմավարական գործընկերոջը ոչ հարիր, ոչ սազական պահվածք ունեն։ Հիմա վերջացնեմ ես։ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը երկընտրանք չունի, ինչքան էլ լինեն վայրահաճոցներ։ Հայաստանի Հանրապետության վերջին նախագահներից մեկը հայտարարեց, որ այսօր մեր երկրում որոշում է մեկ մարդ։ Այո, թող որոշի, ինչ է եղել։ Բայց նա չի մտնում այնտեղ, որտեղ ինքը ասելիք չունի կամ իրավասություն չունի։ Ժողովրդավարության հետ կապված ինքը մոռացել է, որ մեր երկրում 0-3 տարի կալանքը, նախնական կալանքը որոշում են նախագահները։ Իրենք որոշել են, որ ասում են, ինչ Եվրոխորհուրդ, կարող է Եվրոխորհուրդը պոլիտբյուրոն է։ Իրանք այդ մտածելակերպով են առաջնորդում։ Իրենք մոռացել են, որ մեր Երևանում եւ նաեւ խոշոր քաղաքներում հարցազրույցներում, սրճարաններում ասում ենք, «Էսա զորքը գալու է»։ Թոխմախի ներկայացուցիչը զորք ունի, չէ՞, Մհերը։ Բանը երրորդ մասցին ունի զորք։ Զորք ունի, ասենք, Աբովյանցին։ Անուններ կարող եմ տալ, դուք գիտեք։ Զորք ունեն քաղաքապետները։ Հիմա բան էլի պաշտոնանկարված։ Բա այդ զորքերը, որ Երևանում հարցեր էին վճռում, չէ՞։ Դուք հիշում եք Տեցի կրուգի ճակատամարտը, չէ՞, այդ բանդանները, հրոսակախմբերը, որ իրար չէ, ելնում էին բան։ Մեր երկրում կա այդպիսի բաներ, բայց զորքը 20-20 թվականի պատերազմին իր խոսքը չասեց։ Բա ուր են այդ զորքը։ Բայց Արցախից զորք էին բերում։ Չէին բերում, հարցնում եմ ձեզ։ Բայց զորքը ինչ արել, պիտի նպաստեր դավադիր բան
դահիճ կերպով, չէ, դահիճների ձևով, հա, բաժիչ կերպով, բաժիչ գործողությունները պիտի անի մեր ժողովրդին սսկեցնի, հա, բայց զորքը չի խառնվել մարտի 1-ի, հա, 2008 թվականին։ Բայց այդ զորքերը մենք ունեցել ենք Երևանում, դա է ժողովրդավարությունը։ Իրանց որոշածը սա է եղել, որ այս զորքերը մեր ժողովրդին ահու սարսափի մեջ պահեն։ Բորնաշի զորքը, Սեյրանի զորքը, Էջմիածնի Մանվելի զորքը, հա, պատերազմ չարաշահողները, չէ, որ ասում են պրոֆիտեր որ։ Ես ասում եմ, մենք մանդատ ենք տվել մեր կառավարությանը, իշխող քաղաքական ուժին, քաղաքական ուժն էլ մանդատը տվել է Նիկոլ Փաշինյանին, եւ ես պահանջում եմ բառից բուն իմաստով եւ իմ նման մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ, կողմնակիցներ, որ ինքը ուրեմն անվարան կերպով իր սկզբունքներից չնահանջի, դա կլինի հայ եկեղեցու դեմ, դա կլինի ուրեմն հայ եկեղեցու վերնախավի դեմ, ոչ թե եկեղեցու դեմ, որովհետև Քավլիցի մեր կառավարության ղեկավարը եկեղեցու դեմ ոչ մի բան չունի։ Ընդհակառակ ինքը մեր հայ արգելական եկեղեցու ամենաարժանավոր հետևորդներից մեկն է։ Եվ կլինի դավադիր ուժերի դեմ 5-րդ, 6-րդ Շարասյան։ Ընդ որում, եթե նախկինում դավադիր ուժերը 5-րդ Շարասյունը անդամագրվում էր ռուսական գործակալական ցանցին գումարով, շահով, ապա հիմա բան են անում։ Կամավորագրվում են, անդամագրվում են կամավոր կերպով։ Ես ունեմ այդ հնարավորությունները ճշտելու, կարող եմ էլ ասել։ Եվ նաև պիտի անվարան կերպով շարունակի ուրեմն հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունը։ Մենք մանդատը տվել ենք այսպիսի բաների համար։ Այսպիսի բաներ անելու դեպքում հեռու չի այն օրը, որ մենք գնալու ենք 2026 թվականի համապետական ընտրությունների։ Ես մեկ այլ բան էլ պիտի ասեմ։ Հերիք է, որ մենք շատ դեպքերում ոչ հետևողական մոտեցումները բացատրենք մեր ժողովրդին։ Իրենք ունեն այդ հնարավորությունները, չէ, կառավարության անդամները, իրենք կարող են բացատրեն։ Մենք շատ դեպքերում բացատրում ենք ելնելով նրանից, որ մենք նույն նավի մեջ ենք գտնում, ճիշտ է թե չէ։ Բայց ես գտնում եմ, որ իրենց քաղաքական նավը քաղաքական նավի քաղաքական ղեկը իրենց ձեռքին է, մենք ընդամենը սատար ենք կանգնում եւ մենք պիտի ամենացորդ նվիրենք եւ ժողովրդավարության համակարգին, ամենակարևորը կայուն խաղաղության հաստատման։ Ես մի օր նաեւ ձեզ կխնդրեմ, որ կայուն խաղաղության հաստատման եւ անվտանգային նոր համակարգերի կիրարկման համար Հարավային Կովկասում կամ ինչպես ասում են հարավարևելյան Եվրոպայում իմ հարցազրույցը լինի այդ թեքումով, այդ թեմայով, որովհետև սա մեր համար այլընտրանք չունի, սա աներկբա է, սա դուրս է որևէ կարգի ուրեմն քննարկումներից, սա իմպերատիվ եւ դոմինանտ կերպով այս ուղղությունը Հայաստանի կառավարությունը վերցրել է եւ իրավասու մարմինները, դա կլինի մեր անվտանգային ծառայության երկու մարմինները, դա կլինի արտաքին գործոս նախարարության եւ անվտանգության խորհուրդը, ես հստակ կերպով ասում եմ, որ նրանք գիտակցում են օրվա հրամայականները եւ մեզ նետված մարտահրավերների հանդեպ մենք կարող ենք ցուցաբերել պետական մոտեցում։ Գալով 1-2 նախադասության մեջ շատ կարճ ասեմ, որ նաև ուրեմն բարգավաճման եւ խաղաղության այդ ուղին, որը կոչվում է Թրամփի ուղի, ես կարծում եմ, որ այստեղ էլ միայն այդ շորշոփը, որ ամերիկյան որևէ կազմակերպություններ պիտի աշխատեն պայմանագրային հիմունքներով դույզնիսկ չվնասելով Հայաստանի ինքնիշխանությանը եւ սուվերենությանը, ես կարծում եմ, սա ոչ մի վնաս չի բերելու Իրանին, մեր հարևան պետությանը, որովհետև մենք նաև Իրանի հետ ենք կարողանում հասկանալ մեր հարաբերությունների ամբողջ ներկապնակը, պալիտրան։ Ես գտնում եմ, որ դե գիտեք, մի այսպիսի ձևաչափով այսքան հարցերին պատասխանելը կարծում եմ այնքան շնորհակալ չի, որովհետև կլինի դիլետանտի մեկնաբանություն, բայց քանի որ եկեղեցին, խաղաղությունը, անվտանգությունը, պետության ներդրումները, ժողովրդավարությունը, դրանք այսօրվա համար շատ հրամայական մարտահրավերներ են, միգուցե, ինչպես են ասում, Բաղդադենք եւ առիթներ կլինի հարցազրույցի համար։ Շնորհակալ եմ, պարոն Սաֆարյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի Պաշտպան Հայրենյաց ազգային մշակութային հիմնադրամի նախագահ Գագիկ Սաֆարյանի հետ, կհանդիպենք։